Նոյեմբերի 8-ին Ռումինիայի հայոց թեմի Վիկտորիև Հովսեփ-Դուդյան մշակույթի տանը տեղի ունեցավ ամենայն հայոց հայրապետին նվիրված Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսը եւ Ռումինիան խորագրով գրքի շնորհանդեսը, բացվեց առաջնորդանից Սրբոց հրեշտակապետած Մայր տաճարի պատմությունը վերտառությամբ ցուցահանդեսը եւ տեղի ունեցավ հայոց թեմի Մայր տաճարի 110-ամյակին նվիրված դրոշմանիշի թողարկման պաշտոնական արարողությունը։ Տոնական առիթով Ռումինիա էին ժամանել Ուկրաինայի, Կանադայի, Մեծ Բրիտանիայի եւ Իռլանդիայի, Ֆրանսիայի, Հունաստանի, Վրաստանի հայոց թեմերի առաջնորդները, Չեխիայի, Սլովակիայի եւ Հունգարիայի հոգեվոր հովիվը։ Միջոցառմանը մասնակցեցին բազմաթիվ հյուրեր, բարձրաստիճան պաշտոնյաներ, Ռումինիայի կառավարության անդամներ, այդ թվում կրոնից նախարար Չիպրիան Վասիլե Օլինիչը, Ռումինիայի սենատի փոխնախագահը, արտաքին գործերի նախարարի ներկայացուցիչը, Ռոմ Ֆիլատելիայի գլխավոր նախագահը, կրոնից նախկին նախարար Վիկտոր Օպասկին, մարդու իրավունքների, կրոնների եւ ազգային փոքրամասնությունների խնդիրներով հանձնախմբի ղեկավարը, եվրոպական գործերի հանձնախմբի նախագահը եւ այլոք, տարբեր եկեղեցիների եւ պետական հաստատությունների, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, թեմական պատգամավորական ժողովի, թեմական ու ծխական խորհուրդների անդամներ։ Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսը եւ Ռումինիան գիրքը հրատարակվել է Նորին Սրբության գահակալության 26-րդ տարեդարձի առիթով նախաձեռնությամբ եւ օրհնությամբ Ռումինիայի հայոց թեմի առաջնորդի։ Գրքի գլխավոր խմբագիրը ռումինահայ նշանավոր լրագրող, թարգմանիչ Մադլեն Կարագաշյանն է։ Խմբագիրները Տաթև եպիսկոպոս Հակոբյանը, Օշական քահանա Խաչատրյանը եւ Ինեսա Թոմասյանցը։ Այս հրատարակության նպատակն է ռումին ընթերցողին եւ ռումինահայությանը ծանոթացնել ամենայն հայոց հայրապետին իր գրվածքների միջոցով։ Ռումիներեն թարգմանությամբ ներկայացված են Գարեգին II կաթողիկոսի այն կոնդակները, քարոզները, ուղերձները, մտքերը, հովվապետական այցերի մասին տեղեկությունները, որոնք ուղղակիորեն կապված են ռումինահայ թեմի եւ համայնքի, ինչպես նաեւ ազգային եկեղեցական նշանավոր իրադարձությունների հետ, ինչպիսիք են հայոց ցեղասպանության ճանաչումը, Արցախի հիմնահարցը եւ այլն։ Գրքում ընդգրկված են նաեւ մանրամասներ Նորին Սրբության Ռումինիա կատարած 3 հովվապետական այցելություններից 2000, 2008 եւ 2012 թվականներին։ Նախաբանում թեմակալ առաջնորդը ներկայացնում է վեհափառ հայրապետի գործունեության ուշագրավ դրվագներ, Նորին Սրբությանն անվանելով մեծ իրագործումների հայրապետ։ Գիրքը հրատարակվել է Ռումինիայի հայոց թեմի Զամկա հրատարակչությունում, Ռումինիայի հայոց միության աջակցությամբ Արարատ տպարանում։ Հայերենից ռումիներեն թարգմանությունները կատարել են Ավետիս քահանա Մանդալյանը եւ Օշական քահանա Խաչատրյանը։ Այս տարի Ռումինիայի հայոց թեմի պատմության մեջ առաջին անգամ հայ հոգևոր կառույցի պատվին դրոշմանիշ է թողարկվել։ Գրքի շնորհանդեսից հետո տեղի ունեցավ հայոց թեմի առաջնորդանիստ Մայր տաճարի 110-ամյակին նվիրված դրոշմանիշի պաշտոնական թողարկման արարողություն։ Դրոշմանիշի մարումից հետո բացվեց 110-ամյա առաջնորդանիստ Մայր տաճարին նվիրված ցուցահանդեսը։ Այն ընդգրկում է տաճարի 110 տարիների պատմությունը։ Ներկայացված էին արխիվային կարևոր լուսանկարներ։ Ցուցադրվեցին նաև վերջին տարիների մի շարք նշանակալի իրադարձությունների լուսանկարներ, տարբեր եկեղեցիների պատրիարքների, պաշտոնական եւ պետական այլ կարևոր անձերի այցելություններից։ Լուսանկարները լույս են սփռում Ռումինիայում հայոց առաջնորդանիստ եկեղեցու առանցքային նշանակության վրա։ Ցուցահանդեսից հետո Ռումինիայի կրոնից նախարարության ֆինանսավորմամբ վերանորոգված Մայր տաճարում տեղի ունեցավ Կոմիտասին նվիրված համերգ։ Ելույթ ունեցան Հայաստանից հրավիրված մեներքիչներ։ Հերմինե Հակոբյան, Եկեղեցական կյանք։